Բարև ձեզ, գնում ենք Փայտարվեստի թանգարան։ Սա մեր պապերի տունն է, նայեք։ Հիմա ես ձեզ ծանոթացնեմ, թե ինչ կար մեր պապերի օջախում տանը։ 200 տարի առաջ, պատկերացնում եք երեխեք։ Ծանոթացնում եմ, թե ինչ կար պապերի օջախում։ Օջախը ինչ կար երեխեք։ Օջախը ո՞րն է։ Ասա։ Մեր պապիկների տունը։ Գերազանց, ապրես, բալես։ Տեսնում եք ինչ գտալներ են երեխեք։ Մեր պապերը իրենց գտալները սարքում էին փայտի ծառի ճյուղերից, տանձի ծառի ճյուղերից, խնձորի ծառի ճյուղերից, սալորի ծառի ճյուղերից և տան ունեին այսքան գտալներ։ Այս արկղերը դրած են սենյակի անկյունում, մեջը դրված է այնքան գտալ, քանի մարդ ապրում է տանը, գտալ նոց։ Սա կոչվում է ինչ։ Գտալնոց։ Գտալնոցի մեջ դրվում է այնքան գտալ, քանի մարդ ապրում է տանը։ Մարդ կա այդքան են դնում։ Քանի մարդ կա, այդքան դնում։ Երեխան որ ծնվում է ինչ էին անում։ Իսկ եթե մի հատ գեղեցիկ աղջիկ կա տանը։ Գեղեցիկ գտալ են պատրաստում։ Ճիշտ է երևի։ Բայց այդ գեղեցիկ աղջիկը մեծանում է, ամուսնանում է ու գնում է, պապիկը ինչ պետք է անի։ Ապրես, գտալը պապիկը տալիս հանում է, տալիս այդ գեղեցիկ աղջկան և ասում է, տար քո ամուսնու տան գտալնոցի մեջ դիր։ Հասկացաք երեխեք։ Այդ պապերը կոչում էին դաղդղան, այ ես են այդ դաղդղանները, նայեք երեխեք, այ ես փոքրիկն է, ամենափոքրը դնում էին երեխայի բարձի տակ, են մի քիչ մեծը դնում էին դրան վերևը, որ չարը չմտնի տուն, որպեսզի երեխան առողջ լինի, ուրեմն թալիսմանը ինչ բան է, մի առարկա, որ պահպանում է չարից, հասկացաք երեխեք, չէ՞։ Արեստացաք, բայց ոնց արեստացաք։ Տելեկոմ։ Ապրես, քո անունը ինչ է բալես։ Եվա ջան, ճիշտ ասում է։ Մենք արեստացանք գիտելիքով։ Մենք տեսնում ենք պապիկի խոհանոցում դրված են այսպիսի կավե սափորներ ու անցքերով։ Երեխեք, սրանք ինչ կլինեն։ Կանացիակերպ աղաման, որի մեջ պահում էին աղը։ Երեխեք, ուշադիր լսեք, ես կարևոր բան եմ ասում։ Աղը շատ արժեքավոր բան է։ Բոլոր ժողովուրդների մեջ, ամբողջ աշխարհում աղը շատ է հարգված բոլորս, որովհետև առանց աղի ոչինչ չի ստացվի, չէ՞։ Անունը լինում է Աշխեն։ Ասում է Աշխեն, այն սեղանի վրա բան էլ դրված է, ինչ է սարել։ Աշխենը նայում է սեղանի վրա, տեսնում է բան չկա։ Ասում է, սպասի, խոհանոցում է, հեսա վազեն դրեն սեղանի կենտրոնում։ Աշխենը վազում է, գալիս է, այս թռչունները դնում է սեղանի կենտրոնում։ Սեղանի կենտրոնում ինչ է լինում։ Թռչուններ։ Երազան։ Սա աղամանը, թռչունները բացվում են և մեջը լցվում է աղ։ Զարդանախշը նայեք երեխեք, գաթանախշ, ես էլ գաթանախշ, հա թռչնակետ։ Գաթայի վրան է
Չնակեր։ Գատայի վրա նախ շենան, բայց ամեն մի հայ ընտանիք ուներ իր գաթանախշ։ Հասկացաք երեխեք։ Գնացին տակը։ Ծոցը սա է։ Հայկական մարդիկ հայ բարանց։ Հայ բար, ապրես պատեր, սա բար։ Տեսեք, արվեստը այս սա է, որ մեկ բարձրացնում է վերև,